Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ իրականացված գիշերային ռազմական հարվածը բուռն արձագանք է ստացել միջազգային շուկաներում։ Նավթի գինը կտրուկ աճել է, գերազանցելով 1 բարելի դիմաց $78 սահմանը, ինչը համարվում է ամենամեծ օրական աճը վերջին 3 տարիներին։ Ոսկին թանկացել է, հասնելով նոր պատմական առավելագույնի $3450 մեկ ունցիայի դիմաց։ Այս զարգացումները վկայում են ներդրողների զանգվածային տեղաշարժի մասին դեպի ավանդական անվտանգ ակտիվներ։ Միևնույն ժամանակ համաշխարհային ֆոնտային ինդեքսները, հատկապես Ասիայում, արձանագրել են զգալի անկումներ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարն ու շվեյցարական ֆրանկը ամրապնդվել են որպես ապաստան արժույթներ։ Ֆինանսական վերլուծաբանները զգուշացնում են, որ հակամարտության սրման դեպքում գլոբալ տնտեսությունը կարող է բախվել նոր գնաճային ալիքի։ Սպասվում է, որ գազի շուկան նույնպես կլքի կայունության գոտին, իսկ ներդրումային վստահությունը զարգացող շուկաների նկատմամբ կթուլանա։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ի լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Իսրայելի հարձակման թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ։